Խնդիրը Հայաստանում այսպես արդյունաբերական ներուժն է, այսինքն մենք ունենք գործարաններ, որոնք որ ուղղակի մրցունակ չեն կարող լինել։ Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում ուղղակի չի կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական այսպես բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողենք հայկական շուկան։ Տեղի կունենա ընդհանրապես տեղական արտադրանքի վերացում։ Միգուցե սպառման տեսանկյունից գնային առումով ձեռքբերման առումով ունենանք որոշակի կարճաժամկետ ձեռքբերումներ, օրինակ շատ ենք կենտրոնանում լոլիկի վրա, նույն լոլիկի 200 դրամի փոխարեն 150-ով ձեռք բերենք։ Այո, կարճաժամկետում հնարավոր է ունենալ այդպիսի բան, բայց որակյալ հետագա աշխատատեղերի ապահովման, գործազրկության դեմ պայքարի առումով մենք ուղղակի անզոր ենք լինել, չենք կարողանալ որևէ դիմակայել։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, Թուրքիան մոտ 1 տասնյակ երկրների հարևան է եւ այսինքն հարևանությունն էլ է սպառագայում կապ չունի։ Թուրքիայի հետ առևտուր են անում բազմաթիվ երկրներ մաքսային տարբեր ռեժիմներով եւ ես չեմ հանդիպել որևէ օրինակ, որտեղ կներեք ձեր նկարագրած խնդիրները այդ երկրում ցակեն Թուրքիայի հետ առևտուր անելու։ Վերջին անգամ երբ եք եղել Արևմտյան Եվրոպայում։ Արևմտյան Եվրոպայում կես տարի առաջ։ Կես տարի առաջ դուք տեսել եք բողոքի ակցիաները թուրքական արտադրանքի դեմ գյուղատնտեսների, տեսել եք թե ոչ։ Պարոն Սարգսյան, ես ոչ մի օրինակ չգիտեմ, որտեղ երկրները որոշել են Թուրքիայի հետ առևտուր չանել, որովհետև Թուրքիայի օրինակը Թուրքիայի հետ առևտուր անելու պարագայում խնդիրներ են առաջանում երկրում։ Ես այդպեսի բառ չասեցի, դες չգիտեմ որտեղից եկավ այդ միտքը ձեր մոտ։ Ես ասում եմ, առաջինը ես եմ կողմ Թուրքիայի սահմանների բացմանը տնային աշխատանքը կատարելուց հետո։ Գնա քո արդյունաբերական ու արտադրական ներուժը կարգաբերի, դրանից հետո գնա սահմանները բացի։ Եթե դու այսօր չես կարող պետական բյուջեն չունի հնարավորություն սուբսիդավորելով քո գյուղատնտեսին եւ արտադրողին պաշտպանելու, քո վարկերի տոկոսադրույքները, բիզնես վարկերի տոկոսադրույքները 14, 15, 16% են, իսկ թուրքականը 4-5-6% են։ Փակ սահմաններով հնարավոր է դա անել։ Ոչ թե հնարավոր է, փակ սահմաններով միայն հնարավոր է կարգաբերել ու նոր ասել սահմանների բացմանը։ Այսինքն լրացուցիչ խոչընդոտների համար պետք է ճանապարհ չբացել։ Թուրքական արտադրանքը լրացուցիչ խոչընդոտ է։ Աննա, ինձ թվում է պարոն Սարգսյանի նշած խնդիրները, որ բիզնեսի համար պետք է ավելի մատչելի վարկեր լինեն, ընդհանրապես շատ կարևոր է անկախ նրանից հայ-թուրքական սահմանը։ Բացվի մի օր, ուղղակի չի բացվի։ խնդիրն այն է, որ որպես հակափաստարկ այլ տեսակետ ունեցող տնտեսագետներն ասում են, որ փակ սահմանների պայմաններում երկրները չեն կարողանում օգնել բիզնես ոլորտին այնքան, որ կարողանան այդ տնային աշխատանքը։ Անհարմար մասնակից եմ այստեղ, բայց խնդրում եմ այդպիսի տնտեսագետների ես խնդրեմ հրավիրել բանավեճի։ Ես խնդրում եմ այդպիսի տնտեսագետների հրավիրեք բանավեճի, մենք զրուցենք միմյանց հետ ամենայն հարգանքով բոլորի կարծիքների համար։ 30 տարվա ընթացքում ինչու՞ չի արվել։ 30 տարի տնային աշխատանք չեն կատարել։ 35 տարի տնային աշխատանք չեն կատարել։ Պատճառն եմ հարցնում։ Միայն պատճառը դա է։ Տնային աշխատանք երբ որ կատարեին, հնարավոր է լինել չվախենալ թուրքական արտադրանքի հայկական շուկան ողողումից։ Ընդամենը նորից եմ կրկնում, սիրելի հայ ժողովուրդ, 35 տարի Հայաստանը տնային աշխատանքը չի կատարել։ Այսքան բան։